Ողջույն, բարի գալուստ Արևի խոհանոց, շնորհակալ եմ, որ միացել եք և հետևում եք։ Եկեք այսօր միասին պատրաստենք շատ համեղ բերանում հալվող մեղրով տորտ, որը ստացվում է շատ արագ և իդեալական։ Ինչ է հարկավոր մեզ խմորի համար։ Մեզ հարկավոր է 5 ձու, 100 գրամ շաքարավազ, 1,5 թեյի գթալ սոդա, 3-ից 4 ճաշի գթալ մեղր, 150 գրամ կարագ և 300 գրամ ալյուր։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Համապատասխան ամանի մեջ լցնում ենք 100 գրամ շաքարավազը, 150 գրամ կարագը և 2 լավ լիքը դեսերտի գթալ մեղր։ Բոլոր բաղադրիչները լցնելուց հետո տեղափոխվում ենք գազօջախի մոտ։ Կաթսան դնում ենք գազօջախին և անընդհատ խառնելով հասցնում ենք այն աստիճանի, որ բոլոր բաղադրիչները հալվեն և գույնը մի փոքր մքանա։ Ինչպես տեսնում եք, բոլոր բաղադրիչները արդեն լավ հալվել են, գույնը մի փոքր մքացավ, կարծում եմ արդեն բավական է։ Անջատում ենք գազօջախը և դնում ենք մի կողմ, որպեսզի զանգվածը սառի։ Մինչ զանգվածը կսառի, այդ ընթացքում հալիչի ամանի մեջ լցնում ենք 5 ձուն, 1 թեյ գթալ վանիլային շաքարը և լավ հարում ենք։ Ձուն մի լավ խփելուց հետո ստանում ենք փրփրուն սպիտակ զանգված։ Զանգվածը արդեն ամբողջովին սառել է։ Մի լավ խառնում ենք, վրան ավելացնում ենք ևս 2 ճաշի գթալ մեղր, խառնում ենք, ավելացնում ենք ձվի զանգվածը։ Ձուն լցնելուց հետո կրկին խառնում ենք, ավելացնում ենք 1,5 թեյի գթալ սոդան և 1,5 դեսերտի գթալ գինու քացախ։ Այս ամենը մի լավ խառնում ենք և արդեն ավելացնում ենք ալյուրը։ Այդ ընթացքում միացնում ենք ջեռոցը, որպեսզի լավ տաքանա։ Մի լավ խառնելուց հետո ավելացնում ենք ալյուրը և կրկին խառնում ենք։ Պետք է ստանանք թույլ խմոր։ Այս տարբերակով մեղրով տորտը ստացվում է շատ արագ, փափուկ, համեղ, առանց գոլորշու, առանց գրտնակելու։ Այնպես որ թանկագիններս պատրաստեք և վայելեք։ Խմորը արդեն պատրաստ է։ Տեսեք, թե ինչպիսի խմոր ենք ստանում։ Մոտ բիսկվիտային խմորի նման։
Վերցնում ենք տապակը, ինձ մոտ տապակի չափը 20-ը 30-ի վրա է, յուղաթուղթ ենք փռում և լցնում ենք խմորը։ Խմորը բաժանելու ենք 3 հավասար մասի, կարող եք աչքաչափով բաժանել, իսկ եթե ցանկանում եք, որ շերտերը իդեալական հավասար ստացվեն, կարող եք կշեռքով բաժանել։ Խմորը հարթեցնելուց հետո ուղարկում ենք նախոր օգտագործած ջեռոցը, թխելու եմ 180 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ 3 շերտն էլ թխեմ, այնուհետև կմիանամ և կշարունակենք։ Շերտերը արդեն պատրաստ են, թանկագիններս կդնենք մի կողմ, թող սառի, այդ ընթացքում կպատրաստենք կրեմը։ Կրեմի համար մեզ հարկավոր է 250 գրամ փափկեցրած կարագ և իհարկե խտացրած կաթ, վերցրեք ինչ խտացրած կաթ, որ ցանկանում եք, մոտ 200 գրամ։ Եթե ցանկանում եք, կարող եք վերցնել նաև եփած խտացրած կաթ, սպիտակ, ես վերցրել եմ կակաոով պատրաստված խտացրած կաթ։ Մի լավ կհարենք կարագը կփափկի, այնուհետև քիչ-քիչ կավելացնենք խտացրած կաթը։ Կրեմը արդեն պատրաստ է, թանկագիններս, տեսեք, հոյակապ կրեմ ենք ստացել։ Այժմ հավաքենք արդեն խմորեղենը։ Շերտը դնում ենք և սկսում ենք կրեմապատել։ Կրեմապատեցի, վերջացրեցի, այժմ կուղարկենք սառնարան, կթողնենք մի փոքր կսառի, այդ ընթացքում կպատրաստենք գլազուրը։ Այժմ պատրաստենք գլազուրը։ Գլազուրի համար թասի մեջ լցնում ենք 1 լավ լիքը ճաշի գթալ շաքարավազ, 2 ճաշի գթալ կակաո, այս ամենը մի փոքր խառնում ենք։ Ավելացնում ենք 2 ճաշի գթալ խտացրած կաթը, և իհարկե 1 սուրճի բաժակ ջուր։ Այս ամենը լավ խառնում ենք և դնում ենք գազօջախի վրա։
Գլազուրը արդեն պատրաստ է։ Ինչպես անենք, որ ստանանք կայուն գլազուր։ Երբ որ գդալը թեքում ենք եւ գլազուրը ամբողջովին չի թափվում, պահպանում է իր տեսքը, նշանակում է այն արդեն պատրաստ է։ Մենք ստացել ենք կայուն գլազուր։ Եվս 2 վայրկյան եւ կանջատենք։ Բավական է։ Անջատում ենք գազօջախը, ավելացնում ենք 25-ից 30 գրամ կարագ եւ արագ-արագ խառնում ենք։ Խառնենք, կարագը ամբողջովին կհալվի, մի փոքր էլ կհովանա, այնուհետև կավելացնենք տորթի վրա։ Գլազուրը արդեն պատրաստ է, թանկագիններս ամբողջովին սառեց, այժմ կլցնենք տորթի վրա, կբերենք վերջնական տեսքի, կուղարկենք սառնարան մի քանի ժամով, կթողնենք, որ ամբողջովին սառի, կրեմը ներծծվի, այնուհետև կկտրենք եւ կմատուցենք։ Ահա մեր համեղիկի վերջնական տեսքը, թանկագիններս, տեսեք, թե որքան փայլուն, գեղեցիկ հայելային գլազուր ենք ստացել, հոյակապ է։ Ուղարկեմ սառնարան, մի քանի ժամ սառի, այնուհետև կտրենք եւ վայելենք։ Ահա թանկագիններս, մեր շքեղության վերջնական տեսքը, նման համեղությունից ոչ ոք չի հրաժարվի, ստացվում է շատ արագ, առանց գոլորշու, առանց գրտնակելու, շերտերը ստացվում են նուրբ եւ համեղ, կրեմի մասին խոսքերն ավելորդ են, իսկ գլազուրը ստացվում է հայելային։ Պատրաստեք եւ վայելեք, հուսով եմ ձեզ դուր եկավ, եթե հավանեցինք, չեք մոռանում լայքել, մեկնաբանել եւ կիսվել, ձեր անգամ մեկ սմայլիկը ժպիտ է պարգևում ինձ։ Այսօր էլ այսքանը թանկագիններս, իսկ ովքեր բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք, որ դուք էլ դառնաք այս գեղեցիկ ընտանիքի անդամը։ Ձեզ ասում եմ ցտեսություն, հանդիպելու ակնկալիքով։